Իսկ ապաշխարության դեպքում իսկապես մեղքերը ներվում են։ Ընդհանրապես մեղքերը ներվում են։ Այո։ Եթե ապաշխարությունը կա, այո։ Աններելի Այսինքն մեղքերից գիտակցումը մեղքերի, այո, գիտակցումը եւ ապաշխարությունը 5 քայլ է։ Սրա մասին անդադար ասում են, որ կա գիտակցում, կա զղջում, կա խոստովանություն, կա հատուցում ու կա ներում, ու կա թողություն։ Ու կա թողություն քահանայի կողմից։ Ձեռնադրված քահանայի կողմից թողությունը, որովհետև Քրիստոս ասում է այն ամենը, ինչ կապեք երկրի վրա կապված կլինի երկնքում, քահանաներին է ասում։ Առաքյալներին է ասում, որոնք առաջին սպասավորներն էին եկեղեցու, առաջինն էին, որ ձեռնադրություն ստացան։ Եվ այն ամենը, ինչ արձակեք երկրում, արձակված կլինի երկնքում։ Բոլոր այն մեղքերը, որ քահանան արձակում է պատարագի ժամանակ, անհատական խոստովանության ժամանակ, եւ մենք այդ մեղքերը մաքրել ենք գիտակցմամբ, զղջմամբ, խոստովանությամբ եւ հատուցմամբ, այո, իրենք ներվում են։ Բայց ապաշխարությունը շատ ծանր ընթացք է։ Եվ ապաշխարության արտասուքն էլ ամենակարևոր հանգամանքը։ Հեշտ չէ ապաշխարելը։ Ապաշխարությունը I'm so sorry-ին չի։ Կներես արտահայտությունը եւ առաջ շարժումը։ Չէ, այսօր այդ I'm so sorry-ն ինձ համար որոշակի կատեգորիա է։ Մարդկանց, որոնք ասում են կներես, զուտ որ յանի հերիքա, էլի ձենդ կտրի։ Հա, օքեյ, կներես։ Դե լավ կներես։ Այդտեղ կա որոշակի տոնայնություն։ Իրական ու խորքային ու անկեղծ ներողություն հայցելը ֆիզիկական ցավ է, բայց այդ ֆիզիկականը մի կողմ ծանր հոգեբանական ապրում է, զղջումը, փոշմանելը։ Եվ այդ ցավի միջով պետք է անցնես, դա փոքրիկ խաչի ճանապարհ է, որը հաղթահարելուց հետո դու հարություն ես առնում։